Հասունացել է ժամանակը, որ մենք արձանագրենք, որ խաղողի ոլորտում մենք ուզենք չուզենք խորքային փոփոխություններ են տեղի ունենում։ Մենք չենք կարող այդ փոփոխությունները կասեցնել, կանգնեցնել, բայց մենք պետք է ամեն ինչ անենք, որ մեր տնտեսությունը, գյուղատնտեսությունը ադապտացվի այդ փոփոխություններին։ Այդ փոփոխություններից մի մասը կապված է էլի կոնյակ եւ ոչ կոնյակ այդ խնդրի հետ։ Ես էլի ուզում եմ, էլի զգում եմ, որ այն որ ես ասում եմ, որ Հայաստանում չի կարող կոնյակ արտադրվի, դա հիմք է տալիս ինձ մեղադրելու հերթական անգամ մեր ազգային արմատներից կտրվելու։ Մենք էս էլ մենք պետք է այս տեղեկությունը իմանանք։ Ուրեմն կոնյակ կարա արտադրվի միայն Ֆրանսիայի կոնյակ երկրամասում աճեցված խաղողից։ Նույնիսկ Ֆրանսիայի մեջ ուրիշ ռեգիոններում աճեցված, օրինակ կա արմանյակ, որը լրիվ ուրիշ ռեգիոնի խաղողից ստացվող խմիչք է։ Շամպայն Հայաստանում չի կարող լինել, որովհետև շամպայնը արտադրվում է միայն այն խաղողից, որը Ֆրանսիայի շամպայն ռեգիոնում է աճում։ Դրա համար կա պրոսեկո, որը էլի փրփրուն, այսինքն ժանրը փրփրուն գինին է, որը տարբեր անուններ ունի։ Իտալականը կոչվում է, ենթադրում եմ, դա ռեգիոնի հետ կապ ունեցող։ Այսինքն մենք այս բաները պետքա հետո մենք գնում ենք ասում ենք դե կոնյակ ենք տանում, ոնց մեզ չեն թվում, բա ասում եք բան, լավ հարաբերություններ ունեք բանի հետ, Եվրամիության հետ։ Բա կոնյակ ենք տանում, հայկական կոնյակի ճամփեն փակա Եվրամիությունում։ Հայկական կոնյակ հասկացություն չի կարող լինել, Ժորժ ջան, չի կարող լինել։ Ասում եմ, ոնց որ չի կարող լինել Դիլիջանի ջերմուկ, որ հիմա Դիլիջանում ջերմուկ հանքային ջուր արտադրեն։ Կլինի տենց։ Չէ, բայց կա ես չեմ բացառում, որ մենք այդ հայտնի անեկդոտ է, չէ, բայց դա արտահայտում է բաները, ինքը իր մեջ իմաստ ունի, Դիլիջանի ջերմուկ ինչպես չի կարող լինել, այնպես էլ չի։ Մենք ես էլ եմ ասում եմ կոնյակ։ Բայց պետք է մենք հասկանանք, մենք պետք է մեր վրա աշխատենք, որպեսզի այս հիմա սա ինչի մասին է նաև ասում, սա խաղողի շուկայի հետ ինչ կապ ունի, որովհետև խաղողից հայկական խաղողից արտադրվող բրենդին ինքը անխուսափելիորեն շուկայում ունենալու է որոշակի փոփոխություններ։ Իհարկե Երևանի կոնյակի գործարանը Pernod Ricard ընկերությունը հաջողությամբ է ամենահաջող իրանք են իրականացնում այդ ռեբրենդինգը, բայց Երևանի կոնյակի գործարանը չի կարող ամբողջ ծավալը մթերել։ Այստեղ մեր մյուս գործընկերներին պետք է օգնենք իրանք էլ այս թեմայի վրա աշխատեն, բայց երկրորդը մենք պետք է հասկանանք խաղողի ցանկատարածությունների հետ ոնց ենք կառավարում։ Երկրորդը ինչ process է նկատվում։ Գիտեք, որ շուկայում գինու խաղողը էականորեն ավելի թանկ է, բայց մենք հիմա նկատում ենք process եւ ընդ որում աշխարհում է այդ process-ը վաղուց տեղի ունեցել։ Արտադրողները նախընտրում են իրենց համար խաղող արտադրել, որովհետև գինու խաղողի արտադրությունը ունի բազմաթիվ նրբություններ, այսինքն թե խաղողը ոնց աճեց, մի թփի վրա քանի ողկույզ մնաց եւ այլն, դա արդյունքում ազդում է արտադրանքի որակի եւ շուկայի մրցակցայնության վրա։ Եվ մենք էս էլ պետք է հաղորդակցենք մեր սիրելի հայրենակիցներին, եւ մենք պետք է հասկանանք եւ ռազմավարություն պետք է ունենանք, պարոն Պապյան, մեր խորհրդատվությունը ո՞րն է, ինչ անենք։ Պարզ ընդհանուր առմամբ մենք պետք է փորձենք հողատարածքները դարձնել ինտենսիվ այգիներ, որպեսզի արտահանման եւ այլ խնդիրներ չլինեն։ Բայց այս թեմաներին իհարկե սա էլ մի հարց է, որին մի անգամ անդրադառնալով չենք բանանի, չենք լուծի։ Սա շարունակական եւ երկարատև process է եւ մենք պետք է նաեւ հասկանանք։
Իմիջիայլոց Եվրամիության հետ մեր հարաբերությունների խորացման առումով, իմիջիայլոց ասեմ դեռևս 2016 թվականի Եվրամիության հետ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության պայմանագրի մեջ այս բոլոր թեմաներին անդրադարձ կա եւ Հայաստանը դեռ մեզնից առաջ այս պարտավորությունը ստանձնել է, որ այս փոփոխությունները պետքա տեղի ունենան։ Բայց այդտեղ մենք մեզ